Ծննդոց, գլուխ 23 Սառան ապրեց 127 տարի, այսքան են Սառայի կյանքի տարիները։ Սառան մեռավ Կարիաթարբայում, որ Քեբրոնն է, Քանանի երկրում։ Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի համար։ Աբրահամը վեր կացավ իր մեռելի մոտից և քետի որդիների հետ խոսեց, ասելով. Ես օտարական և պանդուխտ եմ ձեր մեջ, ինձ գերեզմանի տեղ տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ մեռելին։ Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին և ասացին նրան. Տեր իմ, լսիր մեզ, դու մեր մեջ Աստծու մի իշխան ես, թաղիր քո մեռելին մեր ամենաընտիր գերեզմաններից մեկում, մեզանից ոչ ոք քեզանից չի խնայի իր գերեզմանը քո մեռելին թաղելու համար։ Աբրահամը վեր կացավ և խոնարհվեց այդ ժողովրդին, քետի որդիներին, և խոսեց նրանց հետ, ասելով. Եթե ձեր մտքում կա, որ ես թաղեմ իմ մեռելին, լսեք ինձ և Սահարի որդի Եփրոնի հետ խոսեք ինձ համար, որ ինձ տա Մաքփելայի քարայրը, որ նրանն է և նրա արտի ծայրամասում է, որ լիարժեք գնով ինձ տա, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեր մեջ։ Եփրոնը նստել էր քետի որդիների հետ։ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին, քետի որդիների և բոլոր նրանց առջև, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով, և ասաց. Ոչ, Տեր իմ, ինձ լսիր, քեզ եմ տալիս արտը և այրն էլ, որ գտնվում է նրա մեջ։ Իմ ժողովրդի որդիների աչքի առջև քեզ եմ տալիս այն, թաղիր քո մեռելին։ Եվ Աբրահամը խոնարհվեց այդ երկրի ժողովրդի առջև։ Նա Եփրոնի հետ խոսեց այդ երկրի ժողովրդի առջև և ասաց. Օ, լսիր ինձ, արտի փողը տալիս եմ, վերցրու ինձանից, որ ես իմ մեռելին թաղեմ այնտեղ։ Եփրոնն ասաց Աբրահամին. Տեր իմ, ինձ լսիր, հողամասը 400 սիկղ արծաթ արժե, դա ինչ է իմ ու քո միջև, ուրեմն թաղիր քո մեռելին։ Աբրահամը լսեց Եփրոնին, և Աբրահամը կշռեց արծաթն ու տվեց Եփրոնին, ինչպես նա ասել էր քետի որդիների ներկայությամբ, այսինքն 400 սիկղ արծաթ վաճառականների մոտ ընդունված կշիռով։ Եվ Մաքփելայում գտնվող Եփրոնի արտը, որ Մամրեի դիմացն է, արտը և նրա մեջ գտնվող քարայրը, ինչպես նաև արտի մեջ և նրա շրջակայքում եղած բոլոր ծառերը հաստատվեցին որպես Աբրահամի սեփականություն քետի որդիների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով։ Դրանից հետո Աբրահամն իր կին Սառային թաղեց Մամրեի դիմացի Մաքփելայի արտի քարայրում, որ Քեբրոնում է, Քանանի երկրում։ Արտը և նրա մեջ գտնվող քարայրը քետի որդիների կողմից տրվեցին Աբրահամին, որ գերեզմանի տեղ լինի։